այլ հարցերին անդրադառնալու, ուստի հնարավորինս հակեր խոսեմ ի սկզբանե Ագետ պարոն Հովակիմյանի կողմից ներկայացված բացման խոսքի հետ կապված, այսինքն պայմանական ասած Իսակովի դերերով։ Պատվարժան դատարան քրեական դատավորության օրենսգիրքը կոնկրետ արգելի հանրային մեղադրողի վրա պարտականություններ է դնում, պարտականություններ է դնում եւ պատասխանատվությունը նաեւ սահմանում այն որոշումների համար, որոնք ընդունվել են միջդատական վարույթում եւ այն գործողությունների համար, որոնք դատարանում կատարվել եւ կատարվել։ Ես ողջունում եմ Հովակիմյանի այն դիրքորոշումը, որ նույն առողջությամբ ինչ-որ ընթերցվել է գույքային հայցը եւ որտեղ որ 54 անգամ հանցավոր բառը տարբեր օրավուններով բերվել էր եւ վերագրվել էր պարոն նախագահին, երբ որ նայում ենք քրեական դատավորության օրենսգրքի կարգավորումները, տեսնում ենք, որ վարույթի հանրային մասնակիցը այդպիսի դիմում ստանալու դեպքում պարտավոր է ներողություն խնդրել արտարացված, ռեաբիլիտացված մեղադրյալից։ 54 անգամ պարոն նախագահին գրավոր, այսպես ասած, փորձել է կպցնել հանցավոր, հանցագործություն, հանցավոր սկզբը, հանցակիցներ։ Ես հիշելու եմ, երբ որ ես քրեական գործը հասնի իր դրամանական վարչանին, վարույթ իրականացնող ներողություն, չի ոչ թե վարույթ իրականացնող, այլ հանրային մասնակցին դիմելուց առնվազն 54 անգամ ներողություն հայցելու հրապարակային պահանջ եմ ներկայացնելու, հաշվի առնելով այն տվյալները, ինչ որ մոտ կան։ Մեղադրանքի հետ կապված, հարգելի դատարան ոչ մեկին էլ անհայտ չի, որ այս գործը խարսխված է մի հիմնական ապացույցի վրա, ինչի վրա հարգելի պարոն Հովակիմյանը, որ շեշտադրում է կատարում գների մասին խոսելուց, դրանք փորձագետի եզրակացությունն է։ Եվ ամեն անգամ նշում, ես մի օրինակ իմ մոտ ուղղակի նշեցի, ընդամենը ես ուզում թիվը հնչեցնեմ 540 միլիոն դրամով է վաճառվել 2006 թվականին 2 հեկտար հողով։ Դա 20 տարի առաջ է եղել, մենք բոլորս եղել ենք այդ ժամանակ չափահաս, նաև որոշակի քաղաքացի իրավական գործարքներ ենք ընկել, աշխատավարձեր ենք ստացել։ Ես հիշում եմ շատ հստակ, որ այդ ժամանակ իմ աշխատավարձը ընդամենը 60,000 դրամ էր։ Երբ որ ես անցանում էի, եթե չեմ սխալվում, քնիչ էր այդ ժամանակ, երևի պարոն Հովակիմյանն էր այդ ժամանակ քնիչ աշխատած կլինի 60,000 դրամ։ Իսկ պարոն նախագահը ընդամենը 2 հեկտար հողը վաճառել է 540 միլիոն դրամով։ Որ այս իրավական վեճը չառաջանար հասնել դատարանին, ես նախաքննության փուլում ողջամիտ առաջարկներ ունեցի արգելի քննիչի եւ դիմեցի արգելի պարոն Հովակիմյանին։ Խնդրանքս հետեւյալն էր. ստանալ այն փաստական տվյալները, որի հիման վրա փորձագետը որոշել էր, որ ընդամենը 540 միլիոն դրամը 20 տարի առաջ վաճառված հողամասի համար էժան է։ Տվյալները չտրամադրվեցին։ Ինչ ասեց փորձագետը, ասաց առաջնորդվել են գինդով, ասեցին, տվեք մենք էլ կարդանք այդ գինդը եւ բարձեցինք, որ այդ նույն ժամանակահատվածում նույն տարածքներում մոտավորապես մալացիաս 661 գույք է մոտարվել։ Դիմեցի վարույթ իրականացնող մարմին, օրինականության նկատող հսկողություն իրականացնող արգելի դատախազին, ասեց ես տվյալները ստացեք։ Տվյալների անհրաժեշտություն չկա, քանի որ ընդամենը այս թվական տվյալները շատ բավարար էին, որ այս գործը գա դատարան։ Ինչի այս մասին մեղադրանքի վերաբերյալ դիրքորոշում հայտնելուց նշեցի ու կարևորեցի, քանի որ սա մեղադրանքի առանցքն է փորձագետի եզրակացություններով։ Ես այլ վերաբերելի հարցերով հիշեցնեմ պատվարժան դատարան Մասոցելում հանրապետական փուլում այդ միջնորդությամբ մենք հանդես ենք գալու։ Իսկ թե ինչի է պարոն Հովակիմյանը այդպիսի սև բնութագրիչներով գնահատում ընդամենը 540 միլիոն դրամը, երբ որ մենք այդ ժամանակ 60,000 դրամ աշխատավարձ ենք ստացել, անկեղծ ասած չգիտեմ։ Բայց ես փորձել եմ նաև հետաքրքրվելու մակարդակով, որովհետև մենք կաշկադված ենք, չունենք գործիքակազմերը, պաշտպաններս,
մերժվում ենք անձնական տվյալների պատճառաբանությամբ, մերժվում ենք արխիվացված լինելու պատճառաբանությամբ եւ այլ տարբեր պատճառաբանություններով ստանալ այդ հարակից տարածքների հավամասերի պատճառների վերաբերյալ տվյալները, որը ստանալու դեպքում պատվարժան դատարան դուք չէիք ծանրաբեռնի, մենք չէինք դա դատարան, 54 անգամ ներողություն, այցելու պարտավորություն, վաղը դատախազությունը չեր ունենում, բայց դա հիմա ունենք են ինչու՞մ է։ Անցնեմ հաջորդ դրվագին, որը պայմանական, այսպես կոչենք, Սիլվայի դրվագ։ Ճիշտ ասած, մենք միշտ այս մեղադրանքին վերաբերվում ենք հումորով ու չենք մտածել, անկեղծ ասած, որ այս գործը կարող է գա հաստի դատարանում։ Ես ինքան պատվարժան դատարան փորձեցի դետալային հասկանալ, թե ինչպես է եղել, որ այս մեղադրանքը կարողացել է հասնել դատարան ու փորձանել ապրել, ստիպված մի միտք առաջացավ, որտեղ այդ տվյալները գործում ուղիղ են, մեղադրանքի վերաբերյալ դիտորոշումներ, թե Սիլվան այդ գործով չպարզված ոստիկանին համբարձում է, ոնց այդ 26 միլիոն դոլարից ավել, կանխիկ գումարը փոխանցել, հարց առաջացավ մի հատ նայել, ինչքան արա, քաշը։ Լավագույն դեպքում, հաշվենք, ի օգուտ մեղադրանքի կողմերն ես կալկուլյացիան այսպես արել, $100 բազես որ 2 գրամ, 27 կիլո պետք է գումար լիներ տեղ, մի 2 կիլոմետ մայուսակ, մեկ է Սիլվա համբարձում է, ես պատկերացրեցի այդ VTB բանկի մոտից այդ 27 կիլոն այդ խիղճ կինը սենց քաշտալով տանում է ոստիկանը մանգալի, ես մեղադում դուր ջան, իրականում $100 թղթադրամը 1 գրամ, 27 կիլո, 1 կիլո, հիմա չգիտեմ դալիճում նստած աղջիկները այդ փորձանության են որ իմ խնդրանքով կմասնակցեն, թե 27 կիլով, ասենք, հանեն սեյակից, տանեն դուրս, մենք կշռակալ կբերենք։ Էսա, մեկ է տարինակությունները պատվարժան դատարան, մի ոստիկան ասենք, բաբա, ուրիշ ոստիկան լիներ, դրդապետի բարեկեթան իմ կարծիքով էլ ես 27 միլիոն հաշտան տալ մեկին ու դառնա դա մեղադրանք ճիշտ ասած այս մասին շատ բան կա խոսելու, բայց կաշկատված եմ օրենքով մեղադրանքի վերաբերյալ մեկը անկեղծ բացարձակ հիմնավորված չի ցանկությունների փուլումը, մեկը մեր տրամադրությունը լավ կպահի Սիլվայի համբարձումների դրվագի 27 կիլոյի փորձառությունը երևի կխնդրենք անենք, որովհետև փաստական տվյալները այդպեսին են։ Հա 10 կիլոյի տնից տարել էր բան, հետո 17 կիլո ավելացրել էր տարել, չգիտեմ, ես չգիտեմ արգել դատել, խոսքեր չկան, մեղադրանքները ապրելու հնարավորություն չունեն։ 54 գումարած 1 Սիլվայի մեղադրանքի լավ տրամադրությունը հաշվի առնելով խնդրում եմ դատախազությանը ռեաբիլիտացման ժամանակ 54 ներողություն Սիլվայի դրվագով 1 լավ տրամադրության համար։ Շնորհակալություն։ Դա պարոն Հակոբյան,